Կենտրոնական բանկի տվյալներով ապրիլին Հայաստանում գնաճը կազմել է 5.3%։ Արձանագրվել է մսամթերքի գների զգալի աճ, որը պայմանավորված է տեղական շուկայի կառուցվածքային խնդիրներով։ Բենզինի եւ վառելիքի շուկայում թանկացումները ուղղակիորեն կապված են միջազգային էներգակիրների գների տատանումների հետ։ Այս հատվածում գնաճային ճնշումները կրում են համակցված բնույթ, ձևավորելով ինչպես ներքին պահանջարկի, այնպես էլ արտաքին գործընթացների ազդեցությամբ։ Կենտրոնական բանկը մայիսին կանխատեսում է շուրջ 4% տարեկան գնաճ։ 2026-ի առաջին եռամսյակում Հայաստանի ներքին առևտրի շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21%-ով։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների ընդհանուր ծավալում ամենամեծ տեսակարար կշիռն ունի մեծածախ առևտուրը, իսկ մանրածախ վաճառքի ոլորտում հիմնական շարժիչ ուժը շարունակում են մնալ խանութները։ Առևտրի աճ է գրանցվել նաև ավտոմեքենաների շուկայում։ 2026-ի հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 8483.2 տոննա միս։ Երշիկեղենի արտադրությունը նվազել է 41.1%-ով եւ կազմել 1599.7 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 7.1%-ով եւ կազմել 469.6 տոննա։ Երևանի հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգում նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է վավերացումների քանակի աճ։ Վավերացումների ընդհանուր թիվն ավելացել է 9.4%-ով կամ 289,000-ով, կազմելով 3,368,000։ Վավերացումների քանակական աճը պայմանավորված է տրանսպորտային համակարգում վերահսկողության խստացմամբ եւ ստվերային շրջանառության կրճատմամբ։ Իրանն ավարտել է Հորմուզի նեղուցում նավերի երթևեկության կառավարման սեփական համակարգի մշակումը։ Խոսքը մասնագիտական մեխանիզմի մասին է, որը գործելու է Թեհրանի կողմից հաստատված երթուղով։ Այս գործընթացի շրջանակում առավելություններից կկարողանան օգտվել միայն առևտրային նավերը եւ Իրանի հետ համագործակցող կողմերը։ Այս մեխանիզմի շրջանակում տրամադրվող մասնագիտացված ծառայությունների համար կգանձվի համապատասխան վճար։ Նոր երթուղին փակ կլինի ամերիկյան ազատություն նախագծի շրջանակում իրականացվող գործողության մասնակիցների համար։ Միացյալ Նահանգների ու Իսրայելի հակամարտությունն Իրանի հետ համաշխարհային բիզնեսին արդեն իսկ պատճառել է առնվազն $25 միլիարդ վնաս, եւ այս ցուցանիշը շարունակում է աճել։ Գլոբալ ընկերությունները բախվել են էներգակիրների գների կտրուկ աճի։ Ծախսերի ամենամեծ բաժինը ավիաընկերություններինն է։ Ավիավառելիքի գների կրկնապատկման հետևանքով ավիացիոն ոլորտի կորուստները հասել են գրեթե $15 միլիարդ։ Չինաստանը պարտավորվել է 2026, 27 եւ 28 թվականների ընթացքում գնել առնվազն $17 միլիարդ ամերիկյան գյուղատնտեսական արտադրանք։ Առևտրային այս խոշոր պարտավորությունը ձեռք է բերվել Դոնալդ Թրամփի եւ Սի Ցինփինի միջև տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում։ Բացի ագրարային ոլորտից, պայմանավորվածությունները ներառում են նաեւ ամերիկյան ծանր արդյունաբերությանն ուղղված պատվերներ։ Արաբական Միացյալ Էմիրությունները որոշում է կայացրել լքել ՕՊԵԿ-ը, հիմնվելով երկարաժամկետ տնտեսական հաշվարկների եւ էներգետիկ ոլորտում ունեցած ներուժի վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել երկրի էներգետիկայի նախարարությունը։ Հիշեցնենք, օրական շուրջ 3-ից 3.5 միլիոն բարել նավթ արդյունահանող Էմիրությունները հայտարարել է, որ մայիսի 1-ից դուրս է գալիս ՕՊԵԿ կազմակերպությունից եւ ՕՊԵԿ+ համաձայնագրից։ Որոշումը դեռևս չի ձևակերպվել ՕՊԵԿ-ի սահմանած ընթացակարգերի համաձայն։ Աշխարհի տնտեսական զարկերակը հանդիսացող ամենակարևոր ծովային անցումներից մեկը Հորմուզի նեղուցը կանգնած է փոփոխությունների շեմին։ Իրանն ավարտել է նեղուցում նավերի երթևեկության կառավարման սեփական համակարգի մշակումը։ Թեհրանն այլևս չի թաքցնում, համաշխարհային նավթի տարանցիկ ուղին այսուհետ գործելու է բացառապես իր սահմանած խաղի կանոններով։ Այս գործընթացի շրջանակում առավելություններից կկարողանան օգտվել միայն առևտրային նավերը եւ Իրանի հետ համագործակցող կողմերը։ Այս մեխանիզմի շրջանակում տրամադրվող մասնագիտացված ծառայությունների համար կգանձվի համապատասխան վճար։ Նոր երթուղին փակ կլինի ամերիկյան ազատության նախագծի մասնակիցների համար։
Թեհրանի այս քայլը ուղղակի հարված է Վաշինգտոնին եւ նրա դաշնակիցներին։ Ամերիկյան ազատություն նախագիծը, որը ստեղծվել էր նեղուցումն ավելի անվտանգ ուղեկցումն ապահովելու համար, Իրանի կողմից ճանաչվում է անօրինական։ Այսուհետ նեղուցով անցումը հնարավոր կլինի միայն երկրի զինված ուժերի շտաբի հատուկ թույլտվությամբ եւ խիստ սահմանված երթուղիներով։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն արդեն պաշտոնապես հայտարարել է նեղուցի գործառնական սահմանների ընդլայնման մասին։ Նախկին 20-30 մղոնից հասցնելով մինչև 300 ծովային մղոն։ Այսինքն Իրանն իր հսկողության տակ է վերցնում ոչ միայն բուն նեղուցը, այլև դեպի բաց ծով տանող մուտքերն ու ելքերը։ Անցյալում Հորմուզի նեղուցը սահմանվում էր որպես սահմանափակ տարածք, միայն Հորմուզ եւ Հենգամ կղզիների շուրջ։ Այսօր այդ մոտեցումը փոխվել է։ Այժմ մենք նեղուցը դիտարկում ենք որպես լայնածավալ ռազմավարական գոտի։ Սա մեր տարածքներն ու շահերը ցանկացած ագրեսիայից պաշտպանելու նոր քաղաքականություն է։ Տնտեսական հետևանքները կարող են աղետալի լինել։ Հորմուզի նեղուցով օրական անցնում է մոտ 21 միլիոն բարել նավթ։ Ծովային ապահովագրության համաշխարհային կենտրոնները եւ էներգետիկ գործակալությունները հասկանում են, որ նոր տուրքերն ու ռազմականացված վերահսկողությունը թանկացնելու են յուրաքանչյուր բարելը։ Ցանկացած նոր սահմանափակում կամայական տուրք կամ նավարկության ուղիների փոփոխություն անմիջապես ազդելի է լոգիստիկ ծախսերի եւ ծովային ապահովագրության գների վրա։ Սա կարող է հանգեցնել նավթի համաշխարհային գների կտրուկ տատանումների, ինչն իր հերթին կխարխլի առանց այն էլ զգայուն էներգետիկ շուկայի կայունությունը։ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին ընդգծում է այս ջրային ուղու ռազմավարական նշանակությունը համաշխարհային տնտեսության համար։ Սեփական կանոնակարգերով ու տուրքերով Իրանը փորձում է մեծացնել իր ազդեցությունը տարանցիկ հոսքերի վրա եւ հակազդել արևմտյան պատժամիջոցներին։ Այնուամենայնիվ, նավարկության ազատության սահմանափակումը բախվում է միջազգային հանրության ու նախևառաջ Միացյալ Նահանգների դիմադրությանը։ Առաջիկա քայլերը կորոշեն Հորմուզի նեղուցում տնտեսական եւ ռազմական շահերի հավասարակշռության նոր սահմանները։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը տեղեկացնում է, եթե կորցրել եք ձեր վիզան կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ, կորստի մասին հայտարարություն ներկայացրեք ոստիկանություն, տեղեկացրեք Միացյալ Նահանգների դեսպանատանը կամ հյուպատոսարանին, որտեղ նախատեսում եք հաջորդ անգամ վիզայի դիմում ներկայացնել, լրացրեք նոր DS 160 դիմումաձև եւ հարցազրույցի օր ու ժամ ամրագրեք։ Հիշեցնենք, որ առգրավված վիզան չի համարվում կորած վիզա, այն իշխանությունների կողմից չեղարկված փաստաթուղթ է, որն այլևս ճամփորդության համար վավեր չէ։